Ինչպես արդեն գիտենք, դերասան ամուսիններ Լևոն Մկրտչյանն ու Էվելինա Ստեփանյանն այս օրերին ճամփորդում են։ Էվելինան հաճախ հրապարակումներով է կիսվում իր ինստագրամյան էջում։ Վերջերս նա նոր հոլովակ է հրապարակել, որի ընթացքում անհարմար հարցեր է ուղղել ամուսնուն։ Առաջարկում ենք դիտել այն առանց մեկնաբանության։ Գնում ենք Միլանից Հռոմ, լիքը ժամանակ ունենք։ Արի ես քեզ անհարմար հարցեր տամ, ու դու պատասխանի։ Գնացինք, բայց արագ պատասխանի, շատ արագ, օքեյ։ Ուրեմն ընկերներիդ հետ պիվա կրիվետկա անեն ձեր սիրած փարթիներից, թե մերոնց հետ քալագեշ։ Պիվա կրիվետկա, բայց քալագեշը հատկապես ձեր տանը ամբողջ կյանքում քյարթ ու ռաբիզ երգեր լսեմ, այդ լինի իմ ճաշակը, թե քթիս վրա այն ուզած պիրսինգից անեմ։ Շուտացա։ Դու էդի չես ուզում ամուսամետի կատակեսը։ Չես ուզում, ասկես ասել է։ Չէ, քարտույի։ Լուրջ, քյարթ ու լինե։ Սիրենք ինձ։ Քեզ սիրում եմ։ Չնայած կարող սիրել, բայց ոչ քյարթ։ Անժելայի հետ կռվեմ, այլ երբեք չշփվեմ, թե մամային։ Եթե ինչ Անժելան լերի քուրն է։ Շուտ։ Կամ Անժելայի հետ, կամ մամային։ Սամ Անժելան չի ներել։ Անժելայի հետ միշտ ես քշում։ Գնամ մի ամսով Ամերիկա, թե մազերս մի տարով շատ կարճ կտրեմ։ Մի տարով մազերը շատ կարճ։ Լուրջ։ Այն քո չսիրած ձևը։ Դու տես ասել ես։ Գիտեմ, որ էթալոս բան։ Ահա, Ամերիկա։ Ես թե նախկիներիցս որևէ մեկը։ Նշենք, որ նույն ֆորմատով հոլովակներ Էվելինան նախկինում ևս հրապարակել է։ Դիտեք հոլովակն առանց մեկնաբանության։ Եկեք Լևոնին անհարմար հարցեր տանք ու ինքը պատասխանի։ Սպոնտան, հենց նոր միացրել եմ կամերան, առանց պատգատովկայի միանգամից ասենց ինչ կա մտքիս հարցնելու եմ։ Ես ուզում եմ մյուզիկ դնել։ Ահա, ոչ նույն հարցերին պատասխանի սերս։ Լև, կինո թե թատրոն։ Կինո։ Բութ թե բլինչիկ։ Թե ամանորյա։ Չգիտեմ։ Ասա բութ։ Նայած թե ինչ բուդ ու նայած ինչ բլինչիկ, բայց երևի բուդ։ Տղա թե աղջիկ երեխա։ Առաջնակը ցանկալի է տղա։ Հարցերը սպառվեցին լավ, մի րոպե։ Բարձրահասակ կին թե ցածրահասակ։ Բարձրահասակ։ Դերասան Լևոն Մկրտչյանն ու նրա կինը, դերասանուհի, ռադիոհաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանը վերջին շրջանում հարության կողմից մեծ սեր եւ ճանաչում են ստացել։ Բազմիցս նշել ենք, որ Լևոն Մկրտչյանի ինստագրամյան անձնական էջը հիմնականում աշխատանքային գործունեությանն է նվիրված, եւ անձնական հրապարակումներ այնտեղ գրեթե չես հանդիպի։ Սակայն նույնը չենք կարող ասել Էվելինա Ստեփանյանի անձնական հարթակի մասին։ Էվելինան հաճախ է իր էջում անկեղծ ու ջերմ հրապարակումներ անում։ Կիսվելով Լևոնի իրենց համատեղ կյանքի, երեխաների հետ լուսանկարներով եւ հոլովակներով։ Չենք կարող չնշել նաև, թե Լևոնը հարցազրույցներում ինչպիսի ջերմությամբ, հոգատարությամբ ու սիրով է խոսում քույրիկի երեխաների մասին։ Մի անգամ, երբ Էվելինան տեղադրել էր երեխաներից մեկի լուսանկարը, շատերը այն նմանացրել էին Լևոնին։ Ի պատասխան Էվելինան նշել էր, որ կցանկանար եւ կարծում է, որ իր ու Լևոնի ապագա փոքրիկն էլ հենց այդպիսին է լինելու։ Այս ամենից բազմիցս պարզ է դառնում, որ զույգը երեխաների նկատմամբ անտարբեր չէ։ Հատկանշական է նշել, որ Լևոն Մկրտչյանն ու Էվելինա Ստեփանյանն արդեն մի քանի ամիս է ինչ ամուսնացած են։ Իսկ նրանց հետևորդները սրտադրոп սպասում են, որ գեղեցիկ ընտանիքում համալրում լինի։ Պետք է հասկանանք, որ մեր հասարակությունը հաճախ ավելի մեծ ուշադրություն է դարձնում ձևին, քան բովանդակությանը։ Ինձ համար կարևոր չէ ինչպիսի արտաքին ունեմ։ Ինչ վերաբերվում է հասարակության քննադատ վերաբերմունքին, Էվելինայի ամուսինը դերասան Լևոն Մկրտչյանը, ինչպես նշեց նա, ամեն ինչին արձագանքել է այսպես. Տոտալ անտարբերությամբ։ Ես իսկապես ապշում էի նրա հաստատակամությամբ եւ կայացած տղամարդ լինելու վրա։ Էվելինան նաեւ նշեց.
Ինձ համար ամեն ինչ կանխատեսելի էր, ոչինչ շոկային չէր։ Այդ սթրեսային պահերը շատ կարճ տևեցին, հետո ես սկսեցի թուլանալ եւ նույնիսկ հաճույք ստանալ ամենից։ Խորհուրդ եմ տալիս խորանալ մարդու մարդկային բովանդակության մեջ։ Թավարուհի եւ դերասանուհի Էվելինա Ստեփանյանը իր ինստագրամյան հարթակը բավականին ակտիվ է վարում։ Նա հաճախ է հրապարակումներ անում, որոնք հիմնականում իր տարբերվող արտաքինին եւ սուր մեկնաբանություններին են վերաբերվում։ Նրա նոր հրապարակումն էլ նույն գունապնակից է։ Այս անգամ Էվելինան անդրադարձել է շուրթերին, ցանկանալով եւս մեկ անգամ ընդգծել, որ իր շուրթերը բնական են։ Բնական մազեր, սիրուն լույս ու այո, սիրելիներ, նաեւ բնական շուրթեր։ Այս հարցը շատերին էր տանջում։ Ախր բնականն ու արհեստականն այնքան ակնհայտ են։ Գոնե ձեր մեկնաբանություններում մի քիչ սուր աչք ունեցեք ու պրոֆեսիոնալիզմ ցուցաբերեք, նշել էր հրապարակման էկից։ Նա հաճախ է կիսվում առօրյա պահերով, ընտանեկան լուսանկարներով եւ հումորային հրապարակումներով։ Այս անգամ դերասանուհին եւս ուշադրության կենտրոնում է հայտնվել իր սթորի բաժնում արված նոր հրապարակման պատճառով։ Էվելինան կիսվել էր աշխարհահռչակ դերասանուհի Զենդայայի լուսանկարով եւ կատակով գրել. Լևոնի իրական սերը ինքն է։ Դե սերա ինչ խոսք։ Մի խոսքով մեր ընտանիքում առանձնահատուկ տեղ ունեք, ընկերուհի ջան։ Հումորային գրառումը մեծ արձագանք է գտել սոցիալական հարթակում։ Նշենք, որ Էվելինան եւ Լևոնը հաճախ են կիսվում իրենց միասնական կադրերով, ցույց տալով իրական, անկեղծ եւ ջերմ ընտանիք։ Նրանց լուսանկարները հաճախ ուղեկցվում են սիրառատ կամ զվարճալի մեկնաբանություններով, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է՝ զույգը ոչ միայն սիրահարված է, այլ նաև լավ ընկերներ են։ Ամփոփելով կարելի է ասել, թեև Լևոնը եւ Ռոզան էկրանին դարձել են շատերի սիրելի զույգը, իրական կյանքում Լևոնը վաղուց արդեն գտել է իր իրական սիրուն, եւ ինչպես ասում են, կյանքը ֆիլմ չէ, բայց երբեմն ամենագեղեցիկ սցենարը հենց իրականությունն է գրում։ Քանի որ գնում ենք Միլանից Հռոմ, լիքը ժամանակ ունենք, արի ես քեզ անհարմար հարցեր տամ, ու դու պատասխանի։ Գնացինք, բայց արագ պատասխանի, շատ արագ, օքեյ։ Ուրեմն ընկերներից հետ, դիվակտիվ հետ կան ձեր սիրած փարթիներից, թե նրանց հետ քալագեշ։ Ամբողջ վայրում քարտուրաբիզ երկեր լսեմ, այդ ճաշակը, թե քթից վրա այն ուզած պիրսինգից անեմ։ Շուտացա։ Չես ասելա։ Նուչ, քարտուրը, սիրել։ Անժելայի հետ կրհեմ, այլ երբեք չշփվեմ, թե մամային։ Եթե ինչ Անժելան լերիք ուժի։ Կամ Անժելայի, կամ մամային։ Сама Анжела Фина. Գնամ մի ամսով Ամերիկա, թե մազերս մի տարով շատ կարճ կտրեմ։ Մի տարով Լուչ? Այն քո չսիրած ձևը։ Դե տես ասել ես։ Ամերիկա։ Ես թե նախկիներիցդ որևէ մեկը։ Դու մերոշ։ Ուրեմն քանի որ գնում ենք Միլանից Հռոմ, լիքը